Ջայրվաղ գիտես ինչ թիթիզեի եմ, որ մի քիչ ծանրացել եմ։ Ինչ թիթիզեիք օրինակ։ Ամենաթիթիզ բանը, որ արել ենք, ամենալոպազ բանը։ Ես չգիտեմ, այս բառերը հայեր են, գրական հայերեն են երևի։ Նախկին կնոջս հետ իմ հորեղբայրը մեր ամուսնության արդիվ բան արեց մեզ մեր ամիս ձևակերպեց ինքը Ռիգայում էր ապրում, մեզ էլ ծովափում տուն վերցրեց բան արեց, դեն փոքրիկ տնակները։ Դե ես իտին ուշել այդտեղ մնացել ենք, բայց ուզում ենք նստենք գնանք Ռիգա էլի մի քիչ ման գանք ծովափից, լեփլեցուն ավտոբուսները, ասես կանգնելու տեղ չկա, ես որոշեցի, որ նստենք էլի այնուամենայնիվ, բայց ոնց նստենք։ Հեմի կինը շրջվել է նայում է երբ ավտոբուսը գալու, բայց բոլոր ժողովուրդը ինձ են նայում։ Շուրեկավաց ինչ են եք ես, արա որ չտեսավ են։ Բաներ եմ ան, հիվանդ եք ծևանում։ Դե մարդիկ տեղ տվեցին, բան արեցին, դե ես հիվանդ եմ, բան վեր կացան, կնոջս էլ տվեցին, որ նայել ինձ պետք է լավ նայ։ Հա, բայց այդ ճանապարհն էլ մոտավորապես մի 25 րոպե, ուրեմն ես 25 րոպե պետք է ես ցալնեմ։ Արեցիք։ Բա ինչ արեցի։ Հետո այնտեղ մի հատ կին էր ռուս հետևը նստած ասեց, բայց զարմանում եմ ռուսերեն։ Սենց սիրուն կինը էս ապուշին ոնց արելի։ Որ ինչ։ Դե խտրականության հարցերը խորթային միությունում էլ չէ։ Մեկ էլ որ ասես թե ես ապուշին ոնց արի, ես կինը սկսեց ծիծաղել։ Նա էլ որ ծիծաղում էր, սենց էր անում։ Նա որ սկսեց ծաղանել, ես էլ ասում Հետո նայեց ասես, հա չէ, իրա լավ բռնում են, որ չասես լավ բռնում են, ընդհանրապես ուշաթափվեցինք, վերջի իջել եմ, արդեն գնում ենք, բամ, ասում գալիս են հետևից, ասում հա հլա գալիս են դե ժողովուրդ, ես էլի ելսն, հոգիս դուս եկամ մինչև շուռ եկավ, ասեց արդեն չկան, տարածվեցին, նոր շունչ քաշեցին։ Փոշմանեցիք այդ արկածի համար։ Չէ, չեմ փոշմանել, նստած եկամ։ Բայց ատերան ձեր նախկին կնոջ մասին պատմեցիք, գործող կինը, ում շատ սիրում եք, իրար շատ սիրում եք, փիլիսոփայաբար կմոտենա բոլոր հարցերին, բոլոր ոնց ասենք, թերություններին մոտենում է։ Մի մարդը անթերի չի էլի, բոլորս էլ թերություններ ունենք։ Ես կուզենայի, որ վերադառնա 50 թիվը։ Ինչի՞։ Որտև երեխա է, երջանիկ։ Իմ այդ այծիկները, բաները փոքրիկ բան են, հորտուկները ոնց են թռնում, վազում, բան, երջանիկ, ես ստեցեի։ Եվ ապրում էինք պապիկի, տատիկի, հայրիկի, քեռիների Մեծ Գերդաստանով 13 հոգով 4 սենյականոց բնակարանում պրոսպեկտի վրա։ Ես էլ որ առաջնիկն էի տատիս պապի մոտ։ Շատ սիրված եք եղել։ Այ, բոլորը ինձնով էին սպաղված։ Ես էլ հորտուկի պես պատմում էի, չնայած հիվանդոտ էլ էի անգինա բանման։ Եվ անընդհատ հիշում եմ մի տեսարան, որը այդ ժամանակվանից տպվել է, լուր խելոք բան չեմ ասել։ Ես մի հատ լավ խալի ունեիք պատին խփած, արևը մի ժամանակ գալիս էր, որ պետք է մայր մտնի, գալիս էր մի կետով այս խալու վրա կենտրոնանում էր, ու այդ գույները, վայ այդ ինչ վառվում էին այդ գույները խալու, կարմիր, կանաչ, կապույտ բան, ես փոքրիկ մի հատ բան էր, այս ցիացած նայում էի, և այդ հանճարեղ Փարաջանովը, նրան գույնը որ նկարեց, ես հիշեցի, թե ոնց էր նա Սայատնովան ոնց ստեղծվեց, այդ թելերը ներկելը կարմիր, կանաչ, կապույտ, այդ ականջը տրեց բաղնիքի բանին ձայները, նստած կտուրին գրքերը բացած եկեղեցականները նստած և քամին թերթում է, այսինքն ժամանակները
շատ բաներ են, որ մարդուն ստեղծում են, ուղղակի պետք է անընդհատ անալիզ անել։ Եթե անալիզը չկա, վերլուծությունը դառնում են կազգաբնակչություն։ Չդառնանք։ Ես էլ ձեզ խոստանամ, պարոն Ծատուրյան, որ երկրորդ շնչառությունը մի շարք ունի, կոչվում է պլյուս մինուս 100։ Այդ շարքի շրջանակում 100-ին որ մոտենաք, ես արդեն կգամ ձեր տուն։ Ուզում եմ որ մտքի նույն պայծառություն ունենաք այդ ժամանակ։ Սպասի, ետմավուն չես գալի տուն։ 100-ին մոտ, որ 100-ին մոտենաք դուք կգաք տաղավար, եթե դուք կգաք։ Ես Դե տեսեք, պայմանավորվել եք, ասել եք անելու եք, պարոն Ծատուրյան։ ասում եմ էլի։ Մանավանդ որ վահից չեն վախենում։ Երբ որ կլինի կնի։ Ցանկից ձեզ հանելու են։ Շնորհակալ եմ։ Էլի բնությունն է որոշողը, մենք ինչ ենք։ Ճիշտը որն է, որ այդ ամենը սուտ է։ Կորերս ձեր տարեդարձներ, բոլորին խոստացաք, որ 100 տարեկան եք դառնալու։ Երկարակյաց համարում եք ձեզ, արդեն համարեք։ Իմ նախատատը ապրելա 117 տարի։ Տատս ես 13 տարեկան եմ եղել, որ նա մահացավ։ Ես հիշում եմ այդ թաղումը Մատենադարանից մենք պրոսպեկտի վրա էինք ապրում, մինչև մեր տունը, որ 10-րդ ապտեկաներ բաներ շուկայի մոտ են։ Լեպլեցուն ժողովուրդ էր, եւ ես ապշում եմ, այդքան ժողովուրդ չեն եկել, հետո ինձ պատմեցին, որ տատը եղել է որբերը հավաքել, կերակրել, բանարել, Տիկին Աշխեն հայտնի անձնավորություն է եղել, մի հատ տուփա ունեցել, որբերի համար հավաքել է, ժողովուրդը տվել են, կանչել է իրանց տուն, սեղանները գցել, կերակրել է, բան, մի խոսքով, եւ այդ բանի ժամանակ Ավետիք Իսահակյանն է եղել, ինձ պատմեցին, որը ասել են մեքենան ստացնենք մինչև Թոխմախ, ասել է չէ, ես ոտոպտի գնամ Տիկին Աշխենի հետևից, որտեղ ինքն էլ է այդ որբերից, հետո պարզվում է, մի խոսքով շատ 117 տարի, տատս ապրեց 92 տարի, մայրս 86, այդպես ոնց է իջնում, դե ես էլ մի չեմ անում այդ։ Արդեն ասել եք 100, էլ թիվ չփոխեք։ Հա, չէ, հալա ես 81 եմ, մայրս 86 է։ Դուք ձեզ բախտավոր պիտի որ համարեք, որովհետև ասում եք տիեզերական օրենքներից մտածում եմ, այն որ տատին օրհնում են, այդ օրհնանքից էլ ձեզ հաստատ բաժին է հասել, որտեվ սերունդներով են օրհնում, երբ որ օրհնում են, համել ձեր հայրը ձեր համար թատերական աշխարհում արդեն ճանապարհ բացեց, ձեր ճանապարհները դժվար չեն եղել։ Հայրս փակեց ճանապարհս։ Ոնց փակեց։ Չէր ուզում որ դառնամ ռեժիսոր։ Ինքը ռեժիսոր էր, կինո Դրա համար ռեժիսոր էր եւ հարցնում։ գիտի որ դա ոչ փողաբերում կարգին, ոչ բանաբերում։ Դեկաններ ինստիտուտի թատերական, բայց որպես ինքը չերևա բանի դասատուին ռիթմիկայի, որ ասել էր կտրի իրան քննության։ Որ ինչ դառնայինք, բայց Դա շատ էր ուզում, որ ես դաշնակահար դառնամ, որտեղ Չայկովսկի դպրոցում եմ սովորել, բայց չդառա էլի, ինչպես հասկանում ես։ Մի խոսքով, հա դառա ռեժիսոր, ես եմ ել ժողովրդական արտիստ, բան, սուտ բաներ են։